եկավ երկար կոմպրոմատների գիշերը Համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ ու առանց քննության ստանալ վարորդական իրավունք։ Ես էլ հավատալով գումարը փոխանցել եմ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես ունի TikTok։ Բոլորը ուզում են իմանալ, ինչ է ես անելու, եթե անընդհատ չհաղթեի։ Բարև ձեզ, YouTube-ի ալգորիթմը այսօր ձեզ առաջարկեց դիտել մեզ, ուրեմն մի բան գիտի։ Ֆորնիկ ալգորիթմը գիտի, որ դուք չեք սիրում նայել բոլոր լուրերը, դրա համար այդ ամենը շռայլաբարո տվելա մեզ։ Փոխարենը ձեզանից պահանջում ենք մի հատ հասարակ մարդկային լայք, կես վայրկյան, հատկացրեք այդ հասարակ մարդկային լայքը դրեք։ Իսկ մենք այդ ընթացքում հիշեցնենք, որ GTB Steel-ը արտադրում է մարդկային եւ մարդակենտրոն արմատուրաներ։ Այո, միակ տարբերությունը, որ գերմանական տեխնոլոգիայով են, իսկ մարդակենտրոնն են, որովհետև դե հենց Հայաստանում են արտադրվում, շաբաթներով ջանդամի գյորից չի գալիս։ Որը կլինի ամենահարմար վայրը գրասենյակի համար։ Լույսեր բիզնես կենտրոնը գտնվում է Աչափնյակի այն հատվածում, որտեղ նորակառույցները մեկը մյուսի հետևից ավարտական են ստանում։ Մոտակա տարիներին այնտեղ բնակվելու է մոտ 15000 մարդ, իսկ լույսերում ձևավորվելու է առաջատար բիզնես համայնք։ Իսկ երբ ձեռք եք բերում սեփական հարկը, դուք եք դառնում այդ համայնքի մասը, որտեղ կա մարզասրահ, ֆուտբոլի դաշտ, սննդի կետեր եւ բժշկական կենտրոն։ Իդեպ լույսեր բիզնես կենտրոնը իր գործընկերներին եւ ոչ միայն ուղարկել ասենց հրաշք նարինջներ, որպեսզի նախքան բացվելը ժպիտ եւ տրամադրություն ապարգևի։ Դες որ զանգեք ու տեր եղեք ձեր նարինջներին։ Ձեզ հիմա երևի հետաքրքիր է ոնց մենք դարձանք բանվոր։ Դա հասկանալու համար պետք է մի քանի շաբաթ հետ տեղափոխվել։ Հնարեք լույսեր բիզնես կենտրոնի սցենարը պրծար։ Սաղ գիշեր վրան աշխատել եմ, չի տեղավորվում իրանց սաղ ուզած բաները մի ռոլիկում։ Քանի րոպե կանգնեց։ 12 րոպե, 48 վայրկյան։ Շատ երկար է։ Բա համ ուզում են, որ ասենք 13 հարկ է, բայց ամեն ընկերություն գնում է 9 հարկերից մեկը, որոնցից յուրաքանչյուրը 832 քառակուսի մետր է, բայց մեկը այտենց 500-տ է։ Այն մնացած հարկերում լինում է բժշկական կենտրոն, մարզասրահ, ռեստորան, կաֆե, ֆուտբոլի դաշտ։ Ֆուտբոլի դաշտը կարանք չասենք։ Չենք կարա, կես բար փոխում ես, իրանց մարքեթինգի մենեջերը զանգում է, սուպեր քթի մազա։ Այն օրը գրել էի, որ Լենինգրադյանի հարևանությամբ մի անգամից զանգեց, ասում է, չէ, արդեն քրքորյան է, շուտ փոխեք, թե չէ խայտարակ եղանք։ Իսկ կարանք այն մասը հանենք, որ մշտական ջուր ու լույս ունեն։ Երանի կարանայինք, պարզվում է չէ, շատ կարևոր է, որ ասենք, որ իրանք սեփական գեներատորներ ունեն, բլա բլա բլա, հա ու պանորամիկ պատուհաններ գեղեցիկ տեսարանով։ Շիլնի հրաժարվենք այս ռոլիկից։ Չէ, որտեվ փող արդեն ստացել ենք ու ծախսել եմ։ Ու այդպես մենք դարձանք հայոց երկրի հայ շինարար։ Լավ, սուս եկավ։ Տեմպով տագեք, տեմպով։ Սանսո, են տագեք պետք են, թե տանեմ լույսեր թագամաս գործ կա անելու։ Եվ այսպես եկավ երկար կոմպրոմատների գիշերը եւ ռեժիմը հրապարակեց կամպրոմատներ կաթողիկոսի ընտանիքի մասին, աղջկա մասին չէ, աղջիկը ողջ առողջ է, Աստված պահի նրան, եղբոր մասին։ Այո, ԱԶ-ն գաղտնազերծեց այն, ինչ կլներ շոկային լուր, եթե դրա նախորդող արա մի 3 ամիսը բոլոր իշխանական լրատվականները անդադար դրա մասին չխոսային։ Ազգային անվտանգության ծառայության գաղտնազերծած փաստաթղթի համաձայն Գարեգին Բեի եղբայրը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը 1986-ից 88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ, հիմա էլ կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Զուտ հստակության համար են կուսակրոնության խախտելը կարանք համարվենք փակված այդ թեման։ Հիշեցնեմ, որ սկզբից կուսակրոնության խախտելու համար որոշեցին այդ դրատակ հեռացնել կաթողիկոսին, ասեցին աղջիկ ունի, բայց դե ժողովուրդին ասեց, հա դե աղջիկ, կարևորը առողջ երեխա լինի, ու դա չազդեց։ Հիմա դե երկրորդ ռաունդն է։ Հիմա բարձվում է կաթողիկոսի եղբայրը KGB-շնիկ է։ Ինչա դրա մասին մտածում նախկինիչը։ Ընդհանրապես իմ նախկին ծառայեկիցները կարող են հավաստել, ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե
ով է համագործակցում ազգային անվտանգության ծառայության հետ, առավել եւս ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ։ Ես ընդամենը ԱԱՑ-ի պետն էի, իմ լեքսիկոնում չկար ով է համագործակցում ԱԱՑ-ի հետ վերնախավից կրոնական, մանավանդ ԿԳԲ-ից։ Ես զբաղված էի սորասականների դեմ պայքարով։ Սերժ Սարգսյանը ոնց որ դրականն է ուզում տեսնի ԿԳԲ-ի հետ համագործակցելու մեջ։ Դրանք ովքեր դա որպես շատ մեծ բացասական բան են համարում, արդյոք գիտեն թե որ ուղղությամբ է համագործակցել։ Ազատը չխզարում է, այսինքն կարող է մենք մեր մարդուն ենք ուղարկել ԿԳԲ, որ մեր համար լիքը օգուտ քերի։ Կամ ավելի նույնիսկ եթե ԽՍՀՄ-ին է ծառայել, ապա Իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, ապա այդ մարդը, այդ երկրին, այդ ԽՍՀՄ-ին կամ որի կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը օգուտ է բերել, թե վնաս է բերել։ Բայց մենք դա երբեք չենք իմանա, որովհետև ազատի չէր հետաքրքրվում։ Բայց մեր կաթողիկոսի աղբերը ինչ էր անում ԿԳԲ-ում։ ու вообще շատ կարևոր մի հատ նյուանս ենք ստեղ բաց թողնում։ Վերաբերում է ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը։ Այսինքն ինչ է, հիմա եղբոր համար պատասխանատու, հա։ Սա որպես Սաշիկի եղբայրը հարցնում։ Հիմա ինչ անի մի եղբայրը, եթե դառնում է պաշտոնյա, ու այն մյուս մի քիչ ավելի քիչ տաղանդավոր եղբայրը արագ դառնում է միլիոնատեր։ Կարող է իրականում տաղանդավոր էր։ Մի խոսքով, հիմա եթե պարզվում է, որ այս ճիշտ է, վստահելու առանձնապես չկա, էլի, հիմա չգիտենք, խառը վիճակ է, բայց եթե պարզվում է, որ թիվ 1 հոգևորականի եղբայրը սովետական ԿԳԲ-ի հետ է համագործակցում, գուցե կարելի էր մի քիչ դրանով հետաքրքրվել։ Դե կարելին շատ բան է կարելի։ Օրինակ կարելի է Սերժ Սարգսյանին չտալ իր ամենաչսիրած հարցը, բայց կյանքը թարս բան է։ Ասում եք, որ եթե ներողություն, եթե ձեր բառերով չեմ ասում, եթե ավելի զուսպ չլինեիք, ապա կգրեիք Նիկոլը ճիշտ էր, դուք սխալվեցիք։ Ի վերջո, ստացվում է դուք չսխալվեցիք եւ այդ ովքեր էին այդ դուքի մեջ մտնում, որոնք սխալվեցին։ Ասել եք, որ որոշ ակտիվիստներ, որոշ շրջանակներ, որոնք կարող էին կանխել։ Օր այս հարցը ոնց որ ինադու ամեն անգամ տալիս են զուտ, որ դրան ոնց է այս մարդը ծերանում։ Ախինք, այսքան ժամանակ Սերժ Սարգսյանի մասին Ես չգիտեմ։ ոչ ինքը նախագահ է եղել, Վերջապես որ բարձրակալ կաթողիկոսադար է, ոչ իր որոշումն է։ Okay. Ինչևէ, բայց կա Սերժ Սարգսյան Քոչարյան լարվածությունը, ու քանի առիթա ճշտենք, որ փուլում է այդ լարվածությունը։ Հայտարարությանը այլ Իշխան Սաղաթելյանը եկել հանդիպել ենք եւ բոլոր այդ ընդրույթներ, որ նաեւ Իշխան Սաղաթելյան շարադրել է գրավոր, ինձ վաղուց ծանոթ եմ, մենք վաղուց դրա մասին խոսում ենք, այստեղ կարևորը հայտարարություն անելը չի, կարևորը նա է, որպեսզի բոլորը գիտակցեն եւ տակից, կողքից կամ բացահայտ իրար չքննադատեն, հատկապես հանրապետականին։ Տակ երկում ամեն ինչ ստաբիլ է, լարվածությունը դեռ կա։ Հանրապետականներին հանգիստ ենք թողում, հանգարց impeachment-ը ռիսկի չընթարկենք ու բուն թեմային։ Վերադառնանք ԿԳԲ եզրաս երանկյունուն։ Այս թեմայով արտահայտվեց նախկին ԱԱՑ-պետը, այն երկրորդ ամենահականիկոլականը Վանեցյանից հետո։ Եվ ասեց, որ այդքան համոզիչ չի, որ եզրասը ԿԳԲ-շնիկ է։ Այդ փաստաթղթից մենք ոչինչ չենք տեսնում։ Չենք տեսնում այդ մարդու ձեռքով գրած ինչ-որ մի տվյալ։ Ասում են ծածկանուն է ընտրել, ո՞նց է ընտրվել։ Կան այդ տվյալները։ Բացահայտել են, որ ծածկանունը եղել է կարո, բայց չեն ասել ոնց է եղել, որ ընտրվել է հենց կարո, այլ ոչ թե գուրո կամ սրափիոն, ինչը ամենակարևոր բաներից է ըստ ԱԱՑ նախկին պետի։ Вообще չպետք է ԱԱՑ պետ մարդիկ մի քիչ ավելի խելացի փաստարկներ բերեն։ Այս ֆոնին ողջ Facebook-ը դարավ ԱԱՑ հավատագրման էքսպերտ, որովհետև բոլորը վերցրեցին այդ թուղթը, իրանց տան ստոպկաները հանեցին հենց այդ նույն հավատագրման թղթերի, ու սկսեցին դետալները ասես փնտրել, հավատալ, ել չասեմ, որ սիվիլները վաղուց էր դիմել ԱԱՑ-ը, որ այդ թուղթը տան, իրանց չէին տվել, բայց երբ որ դիմեց Civic-ը, չդիմացան եւ Civic-ին տրամադրեցին։ Կողմնապահություն, նու երևի հա։ Դե вообще-то ակնհայտ էր, որ եթե դիմեն ինչ որ անաչառ լրատվամիջոց ու Civic-ը, միշտ հաղթելու է Civic-ը։ Իսկ այդ ընթացքում ջրվենք մեր տեղական դավադրական տեսություններով, սև ամպեր են կուտակվել
սպիտակի վրա։ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը նարդու առաջնություն է կազմակերպել, մասնակցել ու իր անվան առաջնությունում 3-րդ տեղն զբաղեցրել։ Ինչքան գեղեցիկ է այս լուրի մեջ ամեն ինչը։ Մարդը չի ամաչել, իր անունով առաջնություն է արել մրցում նարդի ու որ պալիտ չլինի, որ ինքը այնտեղ շատ կարևոր է, ընդամենը 3-րդ տեղն է բռնել։ Ու իմաց կարա թվա, ինչը կարա ավելի տարօրինակ լինի, քան սեփական անունով առաջնությունում 3-րդ տեղը զբաղեցնելը։ Իսկ ահա իր անվան մրցաշարում 3-րդ տեղը զբաղեցրած համայնքապետի պարանոցից մեդալը կախում է սեփական որդին։ Տղեն նենց ուրախ է այդ մեդալը կախում, կարծես չգիտի, որ ընդամենը 3-րդ տեղն է հեր զբաղեցել, 3-րդ, третье место у него։ Արա դե հիմա սիրուն միջոցառում է, ինտելեկտուալ, ինչ վատ բան կա դրա մեջ։ Նշի որ ինքը իրան ինչ որ փող է տվել։ Կմտածեք դուք։ Հաղորդագրությունից պարզ է, պատվավոր 3-րդ տեղի համար առաջնության կազմակերպիչը 90,000 դրամ է նախատեսել։ Դե մի լավ է նարդի խաղում, ում հետ նստում է խաղալու, դիմացինի մոտ Մարսանում։ Իքիբիր ու իքիբիր է բերում, ինչ անի չկրի, մի 90,000 գոնե չկրի։ Որպեսզի շահերի բախում անգարց չլինի, համայնքապետարանը նախորդ լավ research է արել։ Խորհրդակցել են տարբեր առաջնություններ կազմակերպած կազմակերպությունների հետ, կարող է ինքն էլ մասնակցել իր առաջնությանը եւ այլն, ոչ մի արգելող նորմ չունենք։ Արգելող նորմ չկա ու вообще թող սա ամենամեծ խնդիրը լինի երկրում։ Բայց համայնքի բյուջեից են փող տվել։ Արա երկրում փողի խնդիր չկա, միջազգային կառույցները ցելային գցում, որ մեզ փող տան։ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին արտաքին ֆինանսական շոկերից պաշտպանելու համար պատրաստ է տրամադրել 175 միլիոն դոլարի վարկ արտոնյալ պայմաններով։ Կենտրոնական բանկի փոխնախագահը վստահեցրել է, որ մեր երկիրն այդ միջոցների կարիքն այսօր չունի, բայց 175 fucking միլիոն դոլար են ուզում տան մեզ, ու մեր կենտրոնական բանկը ասում է մեզ պետք չէ այդ փողը, բայց եթե մտքներով օնցել ա, դե հիմա ու չենք նեղացնելու, եկա միջազգային հիմնադրամի։ ուստեղ մի հատ շատ սիրուն պատճառը մտածել կբն, թե ինչու փողը մեզ պրինցիպի պետք չի, բայց օքեյ, կվերցնենք։ Կենտրոնական բանկի փոխնախագահը վստահեցրել է, որ մեր երկիրն այդ միջոցների կարիքն այսօր չունի, բայց վարկի շնորհիվ միջազգային ներդրողներն ավելի վստահ կլինեն, որ Հայաստանը ֆինանսապես կայուն է։ Այդ փողը տվեք մեզ, բայց ոչ թե որովհետև մեզ պետք է այդ փողը, այլ որ կողենք աշխարհի աչքը, որտենան, որ միջազգային կառույցները մարդ են խառնում, արա, որ մեզ փող տան։ Այդ ընթացքում խարդախները թիրախավորել են այն մարդկանց, ովքեր ուզում են նոր դառնան վարորդներ եւ համալրեն մեր անձետերը շատ խիտ տրաֆիկը։ Լավ լուր վարորդների համար։ Քաղաքացի հանդիսացող անձին ազգային վարորդական վկայական ձեռք բերելու համար այլևս տեսական եւ գործնական քննություն չեն հանձնի։ Նմանատիպ տեսանյութերը սոցցանցերում, հատկապես TikTok-ում բազմաթիվ են, սակայն օրինական ճանապարհով վարորդական վկայական ստանալ միայն գումար վճարելով հնարավոր չէ։ Խարդախության զոհ դարձած տղամարդը նշում է 500,000 դրամ կորցրել։ Այսինքն ինչ որ մեկին թվում էր, որ կա օրինական ձև, տուպը փող տալ ու առանց քննության ստանալ վարորդական իրավունք։ Այդ մարդիկ նայում են այսօրվա երթևեկությանը ու եզրակացնում են, որ դե հա, էլի սաղելը տենց են ստացել։ Ինչպես է Սանուշ աղբերը։ Դեկտեմբերի 19-ին խաբեության պատճառով ես հավատալով, որ օրինական ձևով կարող ենք այս պայդրությամբ արդեն վճարել գումարը ու ստանանք պրավա, էլ որ քննություններին էլ չտանջվենք այդքան մասնակցենք, համի այս պայդրությամբ նոմա տենց ես էլ հավատալով գումարը փոխանցել եմ ու այս պայդրությամբ ասած խաբարություն չունեմ, որ զանգինա պատասխանում ոչ մի ձև։ Այսինքն ախպերս քեզ թվացել է, որ Telegram-ով նայդ ում փող ես փոխանցելու օրինական պրավա ես ստանալու ու խաբվելուց հետո դեռ մտածում ես ինչ որ մեկը կասի, արա այս խեղճ տղուն խաբեցին։ Այդ ոնց որ ինչ որ մեկը ուզենա բժիշկ դառնա ու լինի նաև ճանապարհ, որ քննությունները չես հանձնում։ Լիքը փող ես տալիս ու միանգամից նեյրովիրաբույժի դիպլոմ ես ստանում, բայց հա դե կարաս կասկածես, որ ՀԴՄ չես տա։ ՀԴՄ-ն եթե Էլ ոնց են գցում մեր ցածր IQ-ով համայնքի ներկայացուցիչների, նենք խարդախները։ Գովազդը տարածվում է նաև իմ ձայնով, որտեղ հնչում է, որ մի քանի րոպե կտևի գործընթացը եւ դուք շատ արագ կստանաք վարորդական իրավունքի վկայական։ Okay, ձեզ իրոք թվում է ինչ որ մեկը ճանաչում է ՆԳՆ մամուլի խոսնակի ձայնը ու դրա վրա կարող է խափնվել,
Այ եթե լիներ Խզմալյանի ձայնը, խապնվել կարելի էր, բայց ձերը սովորական բարիտոն է։ Մի ինտադի թող այդ գեղեցիկ բարիտոնով էլի զավեշտալի պատմություններ պատմի այն մարդկանց մասին, ում շատ դժվար է կարեկցել։ Պետք է նշեմ, որ նաև ունեցել ենք դեպքեր, երբ քաղաքացին մոտեցել է հաշվառման քննական ստորաբաժանում եւ աշխատակցին դիմել, որպեսզի տան իր վարորդական իրավունքի վկայականը եւ պարզվել է, որ նշված անձը բավական մեծ գումար է ուղարկել իմ նշած տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով անհայտ անձանց եւ ուղղակի եկել էր պահանջելու իր վարորդական իրավունքի վկայականը։ Իսկ գուցե այդ վարորդներին ցմա զրկենք վարորդական ունենալու իրավունքից, արդյոք մեզ պետք են սենց ինտելեկտուալ մարդիկ մեր գերլարված տրաֆիկի մեջ։ Լավ, անցնենք առաջ։ Իմացանք, թե որ խանութը նկատի ուներ Նիկոլը, երբ ասում էր, որ պետք է փակել այդ խանութը, որովհետև կանխիկով ուրիշ գին էին առաջարկում։ Վարչապետի հրահանգից հետո արդեն քանի օր է տեխնիկա վաճառող Red-Store խանութների ցանցը փակ է։ Լավ, ոնց կարային փակել մի եկյա խանութների ցանցը վարչապետի հրամանով։ Վարչապետը կարա խանութ փակել տա։ Ну, в принципе, ինքը տենց չասեց ուղղ, ինքը տենց ենթատեքստով между прочим հասկացրեց, որ լավ կլինի այդ խանութը չաշխատի, կոնկրետ ոնց ասեց։ Փակեք այդ խանութը։ Փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Չգիտեմ զգացվեց թե չէ, բայց տողատակով ոնց որ հասկացնում էր, որ պետքա փակել խանութը։ Այսինքն ոնց է կարան մտնեն ու պատահական ատոմային ռումբ հայտնաբերեին այդ խանութում կամ թուղթ, որ ապացուցում է, որ այդ խանութը համագործակցում է ռուսական KGB-ի հետ, կարո 86 թվից հասկանունով։ Չգիտեմ ոնց, Red Store։ Red Մակարցի, okay, եւ կարևոր չէ դա, կարևորը ձևը գտան։ Մանթաշյանց բիզնես ակումբի նախագահ Վարամ Միրաքյանը բիզնեսը փակելու վարչապետի հրահանգը համարում է օրենքի սահմաններից դուրս գործողություն։ Միրաքյանի խոսքով, եթե խախտումներ էին հայտնաբերվել խանութների ցանցում, ապա պատասխանատուները պետք է գործեին օրենքով, տուգանեին, բայց ոչ թե գնային ծայրահեղ այս քայլին։ Ես վստահ եմ քննչականը բոլորին փակելու ձևը կարող է։ Նախ Միրաքյանը չի մերել, չէ՞, ոնց չի մերել։ Կարեք սովորական գունավոր նկար դնեք նաև։ Երկրորդը, այո, ես էլ եմ լսել, որ Red Store-ը ինչ որ տինտիրետներ է հարկային արել, բայց դա չի նշանակում, որ պետքա վարչապետը հրամայի ու փակվի, այդտեղ դրա համար Աստված ստեղծել է ՊԵԿ-ը։ Միրաքյանը նաև բավականին խնդրահարույց բան ասեց։ Այդ խանութի փակելն է պետության համար օգտակար, թե անօրինական աշխատելը։ Ինչ նկատի ունեմ, այդ խանութը ունի ենթարիք, չգիտեմ, 30 աշխատող։ Այդ 30 աշխատողներին հիմա վրա տարեկան տալիս է այսքան հարկ։ Միրաքյան ջան, էս էլ ոնց որ լրիվ խառնում է ողջ բիզնեսն, որ դուք պաշտպանում եք, սաղ տրամաբանությունը, որտեվ եթե ինչ որ մեկը շուկայում մտենց է աշխատում, այն մյուսը, որ ուզենա արդար աշխատի եւ նույն բանից բացի, ինքը արդեն տենց եկյա disadvantage-ի տակ ալում ինչը բիզնեսի համար, որը դուք եք պաշտպանում, երևի տենց լավագույն լուծումը չի։ Բայց վերադառնանք հերթականությանը։ Ուրեմն սկզբից գնացել են ինչ որ գնում անեն, նկատել են ապօրինություն, ինչից հետո վարչապետը ասել է, որ ոչ ամեն գնով փակեք։ Ու հենց այս նոր նկատած խախտման համար են փակել, կմտածեք դուք։ Փաշինյանի հայտնի հրահանգի հենց նույն օրը քննչական կոմիտեն կապարակնքել է Red Store-ի բոլոր խանութները, բայց ոչ թե նոր քրեական գործ հարուցելով ու փորձելով պարզել, թե այդ ինչ խախտումներ է հայտնաբերել վարչապետի աշխատակազմը, այլ դարակներից հանելով հին 2024 թվականին հարուցված մի գործ ու հենց կատարել վարչապետի ցուցումը։ Այսինքն չենք էլ թաքցնում, որ Բաստիոնը ավտորիտար BDSM գործիքների է անցնում։ Վարամ Միրաքյանն էլ է նույնիսկ նկատել, որ ինչ որ համահանել է մի քիչ Red Store-ը։ Չեմ ասում ինչի, որովհետև մարդիկ հացնում։ Red Store եւ Notebook Store-ի հիմնադիրը փաստացի ընդունել է, որ ապրանքները կանխիկի եւ անկանխիկի դեպքում տարբեր գներ ունեն։ Մանթաշյանց բիզնես ակումբի նախագահը սակայն պնդում է, ապրանքը կարող են երկրորդ գնով վաճառել բացառապես ապարիկի դեպքում, կանխիկի եւ անկանխիկի դեպքում գինը պետք է նույնը լինի։ Այնպես որ սիրելի տնտեսվարողներ, մի թաքցրեք ձեր հարկերը, թե չէ կարող է հարկայինը գա ու նի Չանի, որ դեղնեղ կարող է բարեկամ ծանոթ ունեք, բայց հետո վարչապետը պատահաբար իմանա ու փակել տա սաղ ցանցը։ Մնացեք օրենքների սահմանում եւ մնացեք մեզ հետ երկրորդ մասում լրիվ նորովի բացահայտում ենք առողջապահության նախարարին ադրբեջանական բենզինն ենք քննարկում, ինչպես նաեւ սկանդալ օպերայում։ Շնորհավոր մեծիկներ եւ փոքրիկներ, նորիկներ եւ նախկիններ։ Հաճախ մենք մոռանում ենք ձմեռ պապիկների կարևորության մասին,
Ու ամենավատը, մեկ-մեկ նույնիսկ ձմեռ պապիկներն են դա մոռանում։ Մեկ-մեկ հանդիպում են հագուստով ձմեռպապ, բայց հոգով խադավիկ, որը երեխաների հետ շփվելու ձև չունի։ Հիշեցնեմ, որ մեր դերը երեխաներին ուրախացնելն է, ոչ թե միայն լուսանկարվելը ու երկու բառ իրար հետևից չկարողանալ կապելը։ Ձմեռ պապիկների առաքելությունը երեխաներին երջանկացնելն է, մինչև երեխաները դառնան 8-9 տարեկան ու իմանան ինչքան խաբուսիկ է աշխարհը։ Բացի նկարվելուց երեխաների հետ, մի մոռացեք ոտանավորներ հարցնել, մի քանի լավ խորհուրդ տվեք։ Մի մոռացեք նրանց գովալ եւ ծնողներին լսել խրախուսելը։ Կոնկրետ ես այն լավ պապիկներից եմ։ Չգիտեմ էլ ինչի եք ինձ այստեղ բերել։ Եղեք կոնկրետ այս ձմեռ պապու նման բարձր պահեք երեխաների ակնկալիքները մինչև 8-9 տարեկան։ Լինենք պատասխանատու ձմեռ պապեր։ 21-րդ դարն է վերջիվերջո։ Եվ այսպես ամանորյա հրաշքները շարունակվում են եւ մեր տրամադրության գործընկեր Վեդի Ալկոն ամփոփում է իր հրաշքները։ Խաղարկությունն ավարտված է, հաղթողների անունները արդեն հայտնի են եւ ով պետք է հայտնի այդ լավ բարի լուրը, եթե ոչ մենք։ Եվ այսպես շատ հաջողակ մեկը շահել է գիրիների սեթ եւ ով է այդ հաջողակը, իհարկե Տաթև Անդրեասյանը։ Մեկ այլ հաջողակ շահել է 5 հոգու համար այդ Վեդի Ալկոյի գործարան եւ նրա անունն է Իրինա Թովմասյան։ Եվ ամենահաջողակը շահել է iPhone 17 եւ դա Արման Սումբատյանն է։ Շնորհավորում ենք հաղթողներին եւ հիշեցնում ենք, որ բոլոր մասնակիցները անկախ հաղթել են, չեն հաղթել, նվերներ ունեն Վեդի Ալկոյից։ Վեդի Ալկո, լավագույն հրաշքները շարունակվում են։ Ադրբեջանական բենզինը վաճառվում է արդեն Հայաստանում։ Այո, 15 տարի այս հաղորդումը վարում ես ու մեկը ինչ որ բան առաջի անգամ ես ասում։ Իշխանությունը ստեղ լիքը դրական բան է նկատում։ Որքան մեծանում է տնտեսական փոխկապակցվածությունը երկրների միջև, պարզ ասած, այնքան փոքրանում է պատերազմի հավանականությունը։ Տեսար ինչքան դրական է։ Ու համել որ իրենց հետ փոխկապակցված բիզնեսն է անում, вообще հավես է։ Իշխանությունը չունի իր հետ փոխկապակցված բիզնեսներ։ Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն ազդարարում է ադրբեջանական էժան բենզինի վաճառքի մասին, տնտեսագետները չեն շտապում լավատեսական կանխատեսումներ անել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով Հայաստանի վառելիքի շուկան օլիգոպոլ է, այստեղ մի քանի խոշոր խաղաղացողներ կան, որոնք էլ գին են թելադրում մյուսների համար։ Խոսքը Ֆլեշի եւ CPS-ի մասին է, որոնց բաժին է ընկնում հայաստանյան բենզինի շուկայի մոտ 60%-ը։ Հետևաբար ըստ տնտեսագետի, եթե նրանք ցանկանան, ապա կարող են իջեցնել իրենց բենզինի գինը եւ գնիչեցման այն էֆեկտը, որը ակնկալում էր ստանալ ադրբեջանական բենզինը գնած ընկերությունը, կարող է եւ չստանալ։ Իսկ կարող է մնացած հայրենասեր բենզալցակայանները գնան սիրուն սիմվոլիկ քայլի մի քիչ իջացնեն իրենց բենզինի գինը, որպեսզի ադրբեջանականը չվաճառվի։ Լավներ։ Չելուրջ շքամա ադրբեջանական բենզինը։ Ադրբեջանական բենզինը 440 դրամով վաղվանից կվաճառվի Ռանոյլի բենզալցակայաններում։ Ազատությանը փոխանցեց ադրբեջանական բենզինը գնած Megatrade ընկերության տնօրենը։ Կարեն Հայրյանի խոսքով իրենց առաջարկած բենզինն էականորեն էժան է, քանի որ պրեմիում բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է։ Այդքան փող եք տալիս բենզինին։ Ես ինքս էլեկտրական եմ քշում, մտածում եմ մոլորակի մասին, ես բացարձակ տեղյակ չեմ բենզինի գներից։ Արա դե լավ էլի, արա հերիքա, այո, ահագին ավելի էժան է բենզինը։ Հա, բայց ադրբեջանական է։ Բայց 80 դրամ ավելի էժան է։ Ռանոյլի առաջարկած 440 դրամի գնագոյացման վրա բնականաբար ազդել է Վրաստանի տարածքով վառելիքի անվճար փոխադրելու հանգամանքը։ Վրացական կողմը իբրև բարի կամքի դրսևորում որոշել է մեկ անգամ ադրբեջանական վառելիքի համար տարանցման գումար չգանձել։ Իսկ թե ինչ գին կսահմանի Թբիլիսին հաջորդ բեռնափոխադրումների համար պարզ չէ։ Այսինքն էլ մի բան էլ թանկանալու է։ Էլ իմաստը որտա որ համ առնես, համ վատ նստված կունենաս, համ էլ գնա իրանց բյուջեն արստացնի։ Կա երրորդ ճանապարհ։ Ոչ եմ անում բոլորին, որ 100 դրամ էլ դնեն 1 լիտր բենզինը, մենք բոյկոտ ենք դա, որովհետև վերջին հաշվով լավ պատերազմ պարտությունը մի բան է, բայց դրանից հետո շարունակել ցույց տալ, որ մենք նաև ինքնասիրություն չունենք, դա լրիվ այլ բան է։ Եկեք անկեղծ լինենք։ Երկրում որտեղ եկա միլիոնատեր բիզնեսմեն ձյաձյաները տեսնում են, որ երեխեքը ուզում են սրանից ունենան ու առիթից օգտվելով միանգամից կրկնապատկում են սրա գինը, չմտածելով երեխեքի մասին, вообще շանս չկա, որ 100 դրամանոց բենզինի մոտ հերթ չի գոյանալու հենց նույն վարքյանին։ Ես քեզ որտեղից։ Ես հոգիս եմ ծախել սրա համար։ Մարուկյանը էլի բարոյախրատական բաներ ասեց։ Պետք է գոնե հարգելով մեր
զոհերի հիշատակը, հարգելով մեր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որը հենց հիմա օկուպացված է, հարգելով հայ մարդկանց գտնում են ադրբեջանական բանտերում եւ խոշտանգվում եւ նվաստանում են ամենօրյա ռեժիմով, մենք պետքա չգնենք այդ բենզինը, պետքա բոյկոտենք։ Որ այն գործարարներն էլ ովքեր որ գնացել առել են, բնականաբար իշխանությունն ասել է առել են։ Նրանք էլ հասկանան, որ լավ էս ազգի հետ պետք չի զոհ։ Նու համել լավ կլներ չդառնալ հատուկ հանձնարարություններով դեսպան են իշխանությունների մոտ, ովքեր ոնց որ թույլ տվեցին, որ այս ամեն ինչը լինի, բայց ես երևի իդեալիստ եմ շատ։ Մեզ մի հատ անշարժ թեմա պետք բարձրաճրելու համար այս ամեն ինչը։ Լավ, մեր հետազոտող լրագրողների թիմը պարզեց, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես ունի TikTok, ինչը շատ թրենդային է եւ cool է երիտասարդների ինչ որ ռեֆորմների ծրագրերի մասին պատմելու համար։ Տենց լավ կլներ, եթե տենց էր, բայց ընդ մի քիչ ուրիշ կոնտենտ է։ Բոլորը ուզում են իմանալ, ինչ է ես անելու, եթե անընդհատ չհաղթեի։ Աչքից դա երբեք չենք իմանա։ Boom! Ինչա կատարվում։ Նախարարը ցիտում է մեր փեսա Kanye West-ին, ով հիմա իրականում այդքան լավ վիճակում չէ, ու երևի այս խոսքերը դրա առաջի ախտանշանն էին։ Մի 10 տարի առաջ էլ դերասան Չարլի Շինը էլի գնում էր տարբեր հարցազրույցներ, ասում էր winning, #TigerBlood, էդ էլ առաջի ախտանիշներն էին։ Okay, խիա առողջապահության նախարարը կրկնօրինակում рэպեր Kanye West-ին, եթե կարա կրկնօրինակի նրա նախկին կնոջը, Քիմ Քարդաշյանի։ Շատ խորը շաբաթ ունեմ։ Լուրջ 5 շաբթի նոբու են գնում, ուրբաթ վեգասներ, 8 կեսել զագար են փչում։ Aman, կարքին խորնես։ Իրաքես ամեն ինչը հասկացել է նոր է այս TikTok-ը ձայնագրել, թե ուղղակի չի հասկացել, բայց մեկը ասել է, այս թրենդը եկեք հիմա անենք։ Եթե այս ամեն ինչը ձեր կամքին հակառակ է, այս նշանն ենք ցույց տալի։ Դե լավ, նես չի, որ առողջապահության նախարարը մենակ Քարդաշյանների ինչ որ թրենդերն է անում, նաև առողջապահությունից է խոսում։ Բարի օր, սիրելի քաղաքացիներ։ Ես գտնվում եմ Սուրբ Նիկոլ Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում։ Ամենահաճախ տրվող հարցերից մեկն է, արդյոք մեր պոլիկլինիկաները պատրաստ են ապահովագրության շրջանակներում սպասարկել մեր քաղաքացիներին։ Տեսեք, սիրելի քաղաքացիներ, այս տարածքը վերանորոգվել է եւ նման վերանորոգման գործընթացով են անցնում գրեթե բոլոր պոլիկլինիկաները։ Միկրոֆոնը տարօրինակ առարկաներին կպցնելու թրենդին էլ միացավ Ավանեսյանը։ Լավ է, ինձ ցիտ չէր։ Ինձ թվում է get ready with me աղջիկների մոտից է տեսել այդ թրենդը։ Դու որտեղից գիտես։ Ինձ պատմել են այդ աղջիկները։ Լավ, ոնց հասկանում ենք մնացել է մենակ մի հատ sense վիրուսային թրենդ, որին դեռ չի միացել Ավանեսյանը։ Բայց եթե վաղը մտնենք TikTok ու տեսնենք, որ Ավանեսյանը հերացի Կորյուն Խաչմերուկի են նշանից կախվել է, ոչ մեկս չի զարմանա։ Okay, եկեք կտրվեք առողջապահական թեմաներից, շատ մասնագիտական է։ Ինչու միացես։ Լավ, ունենք նաև սկանդալ օպերայում։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանն ամենայն հայոց կաթողիկոսի դեմ պայքարի առաջամարտիկներից է։ Անցած շաբաթ մշակութային հաստատության ղեկավար կազմի ներկայացուցչին Մայր տաճարի մուտքի մոտ փորձում էր հանդարտեցնել Տեր Վրդանեսը։ Հարբած տես բորբոքված տես մեկը բարձացել է ապարի շիրմին, ձեռքով էլ այդ խմբին ասում հրեք դուռը բտեք դերս ոնց ձեռքի շարժումով։ Դե, որպես այդ օրվա ընդհանուր արդյունք Տեր Վրդանեսին ստենտավորում են, բայց եկեք հասկանանք ինչի էր Դուրգարյանը կանգնել նախկին կաթողիկոսներից մեկի շիրիմի վրա, չէ՞ որ դա ոչ մի հավատացյալ մարդու պետքա որ դուր չգա։ Այս բառախաղը մենք այսօր մզսնելու ենք։ Ու вообще Դուրգարյանը տնօրենը չէ, խա դարել փոխտնօրեն։ Խային խուլիգանի վարք ու գործողություններ չէին։ Գիտեք, 30 տարի եւ ավել Հայաստանում տեղի ունենում խուլիգանական արարքներ ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև պարլամենտում, հիշացնելով տարբեր տեսակի շմայսներին եւ նմաններին, որոնք ցավոք սրտի ղեկավարում են այս երկիրը։ Հա, այս լրիվ ուրիշ Դուրգարյանը։ Նայ, բացատրեմ, ուրեմն այն Դուրգարյանը, որը գնացել էր կաթողիկոսի հրաժարականը պահանջելու ու բարձրացել էր վեհափարի գերեզմանի վրա, դա Վրեժ Դուրգարյանն է։ Իսկ այս ամեն ինչը նախկիններով ու շմայսով արդարացնողը Կարեն Դուրգարյանն է։ Պարոն Դուրգարյան, նախր կարելի էր ուղղակի ասել, թե հիմա Զարմիկը սաղալա թարե, ոչ թե շմայսով սա արդարացնել, գցել շմայսի ջեբը։ Բայց ոնց է ստացվում, որ Դուրգարյանի բարեկամն է նրա փոխտնօրենը, դա կարող է մարդկանց
դուր չգալ։ Ինք այստեղ աշխատում է, որովհետև ես եմ իրեն հրավիրել։ Այդտեղ եք ստեղ ագին անկեղծ ասեցիք։ Հիմա չպետք է օպերայի փոխտնօրեն մարդը մի քիչ տարական կուլտուրա ունենա, որ կաթողիկոսի շիրիմին չկանգնի, որ մարդկանց դակարա դուր չգա։ Դուրգարանը ունի բացատրություն, որը քեզ դուր կգա։ Եվ շատերը նաև շնչելու հնարավորություն չունեին, որովհետև գիտեք սեղմված էին, եւ իմ եղբայրս փորձել է բարձրանալ, որպեսզի գոնե մի քիչ կարողանա օթափողվի։ Հա, բարթացել էր վեհապարի շիրիմին, որ օթափողվի։ Բայց այս նման չէր, որ շնչահեղ ձրենում, ավելի շատ նման էր, որ բարթացել է, որ դիրիժորություն անի։ Դիրիժորություն, ինչա թե օպերայի փոխտնօրեն, հա։ Բարախաղի իմիջի։ Նա 5-շաբթի երեկոյան դիրիժորական ժեստերով ինչ որ մարդկանց հրահանգում էր քացի տալ մայրտաճարի դռներին։ Բայց դիրիժորը մյուս Դուրգարյանն է։ Damn it։ Լավ, քանի չենք ասել որ մարդկանց ճիպոտա հարելու առաջարկներ, կարելի է ուղղակի ասել որ հա, անդուր բաներ, անցնենք առաջ։ Ցանկացած մարդ հավատացյալ իրավունք ունի մուտք գործել եկեղեցի եւ ստանալ աղոթք, օրհնություն կամ ուղղակի լուր լսել աղոթք։ Հետևաբար գործողությունները ինչ որ դուք ասում եք 18-ի հետ կապված կոնկրետ ես այդ ժամանակ ներկայացման եմ եղել, այսինքն վերջի պատրաստվածություններն են եղել եւ չեմ կարող գնահատական տալ։ Դե հիմա վրեժ Դուրգարանն էլ տենց այրակրոնական պորտկում արտահայտել։ Հետաքրքիր զուգադիպությամբ այս շաբաթ կիրակի, երբ որ Նիկոլը երկրում չէր, պարզեց որ այդ հավատացյալներից, որ միշտ ուզում են գնան պատարակ անեն, ոչ ոք դες պորտկում չունեցավ ինչ որտեղ հավաքվելու։ Իսկ գուցե թարգենք այս ընդհանուր երեսպաշտությունը, երբ որ ասում ենք, որ այս համը ինչը կրոնի համար է, ուղղակի ֆիքսենք, որ իշխանությունը ուզում է եկեղեցու վրա էլ ազդեցություն ունենա, ու վсё։ Օպերային թատրոնի փոխտնօրենի Facebook-յան էջից եւս հնարավոր չէ մշակութային օջախում նրա գործունեության եւ գործառույթների վերաբերյալ հստակ պատկերացում կազմել։ Փոխարենը շատ հստակ երևում է, որ Վրեժ Դուրգարյանը վարչապետի գաղափարական հետևորդն է։ Կիսվել է Նիկոլ Փաշինյանին, նրա թիմի ու ընտանիքի տասնյակ հրապարակումներով։ Եկեք մինիմալ պարկեշտությունը պահենք ու կրոնական աստար չտանք մաքուր քաղաքական պայքարին։ Ու մնանք մեզ հետ։ Ամեն։ Ուշադրություն, ամանորին բան չմնաց եւ դուք սպասում եք ամանորյա հավես ակցիաների։ Sky Motors-ում կա տենց ակցիա, 5.6 միլիոնանոց էլեկտրոմոբիլը զեղչվել է ու դարել է 4.9 միլիոն։ Դե ուրեմն բոլորս սկսում ենք նորից հավատալ Սանտային հրաշքներին եւ շտապում ենք Թբիլիսյան 20, քանի Սանտան չի եկել բոլոր էլեկտրոմոբիլները իր էլֆերի համար առել։ Բարի գալուս Sky Motors-ի նոր սրա Թբիլիսյանի վրա մեծ բիզնեսի մեջ մտնող իմ փոքրիկ բարեկամ։ Բայց իմ բիզնեսը ինչ կապ ունի ամեն ինչի հետ։ Դմբոն չի հասկանում։ Բա բիզնեսդ ոնց է զարգացնելու եւ խնայելու առանց GMC էլեկտրական բեռնատար։ Իմը մեկը քաղաքի մեջ է, այնտեղ բեռնատար քշել չի կարելի։ Մերը կարելի է, շատ դմբո է ստում սկսնակ բիզնեսմենի համար։ Բայց իսկ կարող է խառը մեքենաներ պետք գան։ Համ էլեկտրական, համ բենզինով GMC մեքենաներ, համ Mazda եւ Suzuki, համ էլ եթե համը չհանես ու զարգանաս, մեծածախ պատվերներ կարող ես անել բոլորը մեկ տեղում։ Մենակ այս գույներն են։ Հատուկ սենց էսթետների համար ունենք լավ լուր։ Ներկելու հնարավորություն կարա լինի կապույտ, կարա լինի աչքերիդ գույնի։ Իսկ կարա լինի վարդագույն, իմը վարդերի բիզնես է։ Կարա լինի վարդագույն, վրենը գրած շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Իսկ սպասարկում կա։ Էլ չգիտի ինչից կպնի։ Sky Motors, սպասարկում ու կես ձեր բիզնեսի եւ ինչու ոչ հենց ձեր բոլոր ավտոկարիքների համար։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Երբ որ ես ասում եմ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվում, շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, ու այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Մարդ գիտես ով 100 հատ Kinder Joy կտա մի հատ լավ առողջ 42 տարեկան փոչկայի դեմ։ Արա հերիքա դու ինչու անիմաստ թեմաներ բարձրացնել։ Տեսական հարցեր։ Պակրովսկին մտել ռուսական զորքեր հասկանում ես։ Ո՞նց Kinder Joy կար Պակրովսկի։ Մի հատ Kinder Joy չկար այնտեղ։
այնտեղ Արա ով կմտա ձեր Kinder Joy-ը այսքան անհարմարություն կպատճառեր մարդ։ Արա իրականում It was supposed to bring joy. It's in the fucking name. Kinder Joy. Okay. Ես տանջվում եմ։ Իսկ իրական ակտուալ թեմաները, օրինակ եզրասը, օրինակ Red Story բանը, օրինակ вообще բոլոր սրաչերը սերժական քոչանական մեր Patreon-ում ենք դնելու, որտեղ լիքը բան կա խոսալու։ Ասեմ, որտեղից հիմա ձեռք բերել Kinder Joy։ Միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի։